Բարի օր, եթերում Մարդիկ հաղորդաշարն է, այսօր կխոսենք վահանաձև գեղձի հիվանդություններից աուտոիմուն թիրոիդիտի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Ինչ դեր է խաղում վահանաձև գեղձը մեր օրգանիզմում եւ որ դեպքում է առաջանում աուտոիմուն թիրոիդիտ հիվանդությունը։ Նախ ասեմ, որ վահանաձև գեղձը մեր օրգանիզմում շատ կարևոր գեղձերից մեկն է, ընդամենը 15-ից 25 գրամ է քաշը, բայց ինքը բոլոր նյութափոխանակության փուլերում մեր օրգանիզմում ծնված պահից մինչև կյանքի վերջին օրը մեզ ուղեկցում է։ Եթե համարենք, որ հիպոֆիզը, որը մեր գլխուղեղում է գտնվում, մեր դիրիժորն է օրգանիզմի, ապա առաջին ջութակը իհարկե վահանաձև գեղձն է։ Եվ սպիտակուցային, եւ հացխաջրային, եւ ճարպային, եւ տերմորեգուլյացիա բոլոր փուլերում վահանաձև գեղձը կարևորագույն դեր է կատարում։ Ինչ է նշանակում աուտոիմուն թիրոիդիտ, երկու բառով ես բացատրեմ զուտ նրա համար, որ հետագա մեր զրույցը շատ ավելի հասկանալի լինի մեր ազգաբնակչությանը։ Աուտոիմուն թիրոիդիտը դա վահանաձև գեղձի քրոնիկական բորբոքման տեսակ է, որի դեպքում վահանաձև գեղձի օրգանիզմը արտադրում է աուտոիմուն հակամարմիններ եւ չի ճանաչում իր իսկ վահանաձև գեղձին։ Այսինքն ինքը վնասում է մեր օրգանիզմը, ինքը վնասում է իր իսկ վահանաձև գեղձին։ Այսպիսի հիվանդությունները կարող են լինել եւ դրդված ստրեսից, եւ դրդված վիրուսային բակտերիալ ինֆեկցիայից, կարող են լինել բնականաբար եւ գենետիկական, ժառանգական նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ։ Այդ է պատճառը, որ երբ մենք խոսում ենք աուտոիմուն թիրոիդիտի մասին, մենք չենք խոսում յոդի դեֆիցիտի մասին։ Նախկինում շատ էինք խոսում էնդեմիկ խփիպների մասին, որոնք պայմանավորված են յոդի պակասի հետ։ Այսօր ապացուցված է, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե չկա յոդի պակաս, բայց շատացել է, ինչպես եւ ամբողջ աշխարհում աուտոիմուն թիրոիդիտների քանակը։ Իսկ պատճառները հիմնական որոնք են։ Հիմնականում ժառանգական նախատրամադրվածություն, ստրեսներ, ռադիացիա, վիրուսային բակտերիալ ինֆեկցիաները նույնպես կարող են նպաստել աուտոիմուն թիրոիդիտի զարգացմանը։ Այսինքն, եթե մարդը գրիպ է կամ եղավ կորոնավիրուսը, դրանք կարող են հանգեցնել հիվանդության առաջացման։ Ցանկացած վնասում, այո, կարող է հանգեցնել աուտոիմուն հակամարմինների ավելի շատ սինթեզին, որոնք եւ կվնասեն հետագայում վահանաձև գեղձը։ Հիվանդությունը ունի տեսակներ։ Հիվանդությունը ունի փուլեր զարգացման, սկսվում է հիպերտիրեոզից, ինչը նշանակում է վահանաձև գեղձի հորմոնները ավել են արտադրվում, քան մեր օրգանիզմը պահանջ ունի։ Երկրորդ փուլը նորմալ հորմոններով վահանաձև գեղձն է, այսինքն էուտիրեոզ փուլն է, եւ երրորդը դա հիպոթիրեոզն է։ Այսինքն ուշ թե շուտ աուտոիմուն թիրոիդիտը բերում է վահանաձև գեղձի բջիջների վնասման եւ հիպոթիրեոզի, այսինքն քիչ հորմոնների արտադրության սինթեզի։ Այդ փուլերը, որ նշեցիք, սա հիվանդությունը չբացահայտելու դեպքում են հերթով գնում փուլերը, թե ամեն դեպքում բացահայտված է։ Անգամ եթե բացահայտված հիվանդությունը մենք բացահայտում ենք առաջին փուլում, կարող է դա տարիներ տևել, բնական է հիպերտիրեոզ փուլը, բայց եթե բացահայտված է, սկսում ենք բուժումը եւ երկարատև պահում ենք պացիենտին էուտիրեոզ փուլում, երբ վահանաձև գեղձի հորմոնները նորմայի սահմաններում են եւ որևէ բուժման կարիք չունի, ուշ թե շուտ վահանաձև գեղձը միևնույն է միտում ունի վնասվելու աուտոիմուն հակամարմինների շնորհիվ։ Եվ վերջին փուլը իհարկե հիպոթիրեոզն է, թերֆունկցիան է։ Այսինքն, եթե անգամ հորմոնալ ֆոնը նորմալ է, պետք է բուժվի մարդը։ Ոչ, եկեք այս հարցին ես առանձին անդրադառնամ, քանի որ այս հարցը շատ կարևոր հարց է եւ հանրությունը շատ հաճախ է այս հարցով մեզ դիմում, եթե վահանաձև գեղձի հակամարմինները բարձր են, անկախ նրանից, որ նրանք բարձր են, բայց վահանաձև գեղձի հորմոնները T3-ը, T4-ը եւ TTG նորմայի սահմաններում են, նման բուժառուն բուժվելու կարիք չունի եւ լևոցիրոքսին նշանակելու կարիք չունի, անգամ եթե հակամարմինները բարձր են։ Միայն այն դեպքում, եթե T3-ը, T4-ը, TTG-ն շեղված են նորմայից, միայն այդ դեպքում մենք կարիք ունենք բուժելու կամ հիպերֆունկցիան կամ հիպոֆունկցիան։ Այստեղ շատ կարևոր է նաև նշել, որ միայն հորմոնի թիվը չի խոսում նրա մասին, արդյոք մենք ունենք հիվանդություն թե ոչ։ Շատ հաճախ պացիենտը մեզ ուղարկում է, այսօր ընդունված է WhatsApp, Viber, բոլոր տեսակի մեսենջերներով մեզ անալիզներ են ուղարկում, գիտեք, բայց առանց
պացիենտին զննելու առանց սոնոգրաֆիկ հետազոտության որևէ մեկը չի կարող ասել, որ խնդիր չկա բուժառուի մոտ։ Անկամ եթե TTG-ն նորմալ է, կարող է պացիենտը ունենալ վահանաձև գեղձի կարցինոմա, բայց լրիվ նորմալ հորմոնալ ֆոնով։ Այդ է պատճառը, որ նորմալ հետազոտության համար անհրաժեշտ է եւ սոնոգրաֆիկ հետազոտություն, եւ լաբորատոր քննություններ։ Բայց լինում է, որ ձեր ասած հակամարմինները եւս նորմայի սահմաններում են, բայց մարդու ունենում է խնդիր։ Այո, նորմալ հակամարմիններ, բայց սոնոգրաֆիկ աուտոիմուն տիրոիդիտը հատուկ պատկեր ունի, որը շատ նման է լինում։ Այո, իհարկե։ Նույնիսկ սոնոգրաֆիկ հատուկ պատկեր տարանջատվում է տիրոիդիտի տեսակները, վահանաձև գեղձի հանգույցների տեսակները։ Սոնոգրաֆիան շատ կարևոր հետազոտություն է էնդոկրինոլոգիայում, շատ կարևոր, առավել եւս վահանաձև գեղձի դեպքում։ Իսկ ինչպիսի ախտանշաններ են բնորոշ հիվանդությանը։ Եթե մենք խոսենք հիպերֆունկցիայի մասին, այսինքն երբ հորմոնները շատ են արտադրվում, այդ դեպքում պացիենտը կարող է քաշի նվազում ունենալ, սրտխփոցներ ունենալ, ձեռքերի դող ունենալ, մարմնի դող ունենալ, քրտնարտադրություն առատ ունենալ, թուլություն, լիբիդոյի իջեցում, անպտղություն, տարատեսակ գանգատներ, որոնք թվում է թե կարող լինեն եւ նյարդային համակարգի խնդիրների հետ կապված, կարող են լինել եւ սրտային խնդիրների հետ կապված, բայց կարող են եւ վահանաձև գեղձի հիպերֆունկցիա լինել։ Այսինքն վահանաձև գեղձի գանգատները սպეციფიկ չեն։ Շատ կարեւոր է նորմալ հետազոտությունն ու զննումը պացիենտի, որից հետո նոր մենք ախտորոշում ենք դնում, որից հետո եւ բուժում։ Ինչ վերաբերվում է հիպոֆունկցիային եւ թերի է արտադրվում վահանաձև գեղձի T3 եւ T4 հորմոններ, այդ դեպքում լրիվ հակառակը, պացիենտը քաշ է ավելացնում, մաշկը չոր է, հակառակը մրսկան է, այո, սեռական խնդիրներ ունի, անպտղություն ունի, քաշի ավելացում ունի, մազաթափություն ունի։ Այս գանգատներով դիմում են բոլոր տեսակի մասնագետներին։ Արդեն հասկանում ենք, որ այս գանգատները նույնպես կարող են լինել եւ մաշկաբանների են դիմում, եւ փորկապության համար գաստրոենտերոլոգների են դիմում, եւ քաշի ավելացման համար սննդաբանների են դիմում, անպտղության համար գինեկոլոգների են դիմում։ Կարող է պատճառը լինի ընդհանրապես վահանաձև գեղձի T3-ի, T4-ի ֆունկցիայի իջեցմանը։ Օրինակ, թիրոիդիտը ինչ հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ։ Աուտոիմուն տիրոիդիտի մասին է խոսքը։ Եթե էութիրեոզ փուլում է, այսինքն եթե հորմոնալ ֆունկցիան խախտված չէ, գրեթե որևէ բարդություն մենք չենք ունենում։ Ուղղակի այն կանայք, որոնք պատրաստվում են հղիանալ, կամ պատրաստվում են էկոյի ճանապարհով հղիանալ, այդ դեպքերում մենք շատ ավելի ուշադիր ենք իրենց, քանի որ աուտոիմուն տիրոիդիտ եւ հակամարմիններ ունեցող կանանց մոտ վիժման վտանգը ավելի մեծ է, քան առողջ պոպուլյացիայի մոտ։ Այսինքն նախապես հետազոտվելը, զնվելը շատ բարենպաստ պայմաններ կստեղծի հետագա հղիության համար։ Իսկ շաքարային տիպ 1, շաքարային դիաբետը եւ ռևմատոիդ արթրիտը կարող են հետագայում հենց աուտոիմուն թիրոիդիտ առաջացնել։ Աուտոիմուն տիրոիդիտ չեն առաջացնում, բայց աուտոիմուն տիրոիդիտը ասոցիացվում է հենց այդ հիվանդությունների հետ։ Վիտիլիգո, առաջին տիպի շաքարային դիաբետ, ռևմատոիդ արթրիտ, ցելիակիա, այդ բոլոր հիվանդությունները իրենք բոլորը աուտոիմուն բնույթի հիվանդություններ են։ Այո, որովհետև այդ դրա համար կարող ենք ասոցիացիան տեսնել նաև աուտոիմուն տիրոիդիտի հետ։ Մեկը մյուսին չի առաջացնում։ Աուտոիմուն խնդիրը օրգանիզմում կա, իմուն համակարգի դեֆեկտը արդեն օրգանիզմում կա, եւ դա նշանակում է, որ աուտոիմուն տիրոիդիտով պացիենտը կարող ունենա ձեր բոլոր նշած հիվանդությունները նույնպես։ Խոսենք նաև ենթասուր թիրոիդիտի մասին, սա ինչ հիվանդություն է եւ որ դեպքում է զարգանում մարդու մոտ։ Ենթասուր տիրոիդիտը դա վահանաձև գեղձի ենթասուր բորբոքումն է։ Բորբոքում, որը առաջացել է վիրուսի հետևանքով։ Մենք շատ տեսանք ենթասուր տիրոիդիտի բռնկում, կարելի է ասել COVID-ից հետո։ COVID-ից 2-3 ամիս անց մեզ դիմում էին պացիենտներ կոկորդի ցավով, ջերմությամբ, մեծացմամբ վահանաձև գեղձի, լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ, այդ ցավը իռադիացիա է անում, խփում է դեպի ծնոտ, դեպի ատամնաշար, դեպի ականջ։ Պացիենտները դիմում էին բնականաում քիթ-կոկորտ ականջաբանների, ատամնաբուժների, նրանք նոր ուղղորդում էին վահանաձև գեղձը հետազոտման։ Այսինքն ենթասուր տիրոիդիտի առաջացման պատճառը հստակ վիրուսն է։
Եվ ունենք մի հատ մեծ սխալ, դա վերաբերվում է բոլոր վիրուսային հիվանդություններին, նաև ենթասուր տիրոիդիտին, մեր ժողովուրդը սկսում էր բուժել հակաբիոտիկներով, որևէ վիրուսային հիվանդություն չի բուժվում։ Բուժվում է բացառապես գլյուկոկորտիկոիդներով։ Այս է պատճառը, որ մի փոքր ռիցիդիվների քանակը շատացավ այդ փուլում, այս է պատճառը, որ մի փոքր ուշ էին մեզ դիմում, բնականաբար ավելի երկար էր տևում բուժումը, ինքը հստակ բուժման սխեմաներ ունի, ամբողջ աշխարհում ընդունված, եւ դա հակաբիոտիկը չի։ Այսինքն ենթասուր տիրոիդիտը եթե կա, դա արագ բուժվում է եւ դա բուժվում է, եթե ճիշտ նորմալ ժամանակին դիմել են երկարատև իր փուլով բուժումը սխեմատիկ անցնում են եւ վերջ եւ այլևս չեն անդրադառնում այդ թեմային։ Խոսում են նաև Հաշիմոտոյի հիվանդության մասին, դա նույն հիվանդությունն է։ Դա աուտոիմուն տիրոիդիտն է, դա ենթասուրը չի, դա աուտոիմուն տիրոիդիտի տեսակ է։ Այո, Հաշիմոտոյի տիրոիդիտը, որը նույնպես պայմանավորված է հակամարմիններով, որոնք արտադրում է մեր օրգանիզմը մեր իսկ վահանաձև գեղձի դեմ։ Խպիպի արկայությունը հուշում է այդ հիվանդության մասին։ Առհասարակ խպիպ նշանակում է վահանաձև գեղձի մեծացում։ Պարտադիր չի, որ վահանաձև գեղձը մեծ լինի, բայց ունենա խնդիր։ Վահանաձև գեղձը չափերով կարող լինի լրիվ նորմայի մեջ, բայց սոնոգրաֆիկ մենք տեսնենք բավականին լուրջ առկա խնդիր։ Իսկ հիվանդության դեպքում ինչպիսի սնունդ չի կարելի օգտագործել։ Գիտեք, դա միֆ է, որ որևէ սնունդ չի կարելի օգտագործել վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում, բացառապես ամեն ինչ թույլատրվում է։ Բայց մենք ունեցել ենք նախկինում միֆեր, երբ ասվում էր կաղամբ չի կարելի, այո, բողոք չի կարելի, նման բան ապացուցված այսօրվա դրությամբ, գիտեք, մենք աշխատում ենք ապացուցողական բժշկության հիմունքներով, որևէ ապացուցված փաստ, որ այդ սնունդը կարող է վնասել վահանաձև գեղձին, մենք չունենք։ Ուրիշ հարց է, որ մենք պիտի փորձենք բալանսավորված ճիշտ սնվենք, որ մեր բոլոր գեղձերը եւ ներառյալ վահանաձև գեղձը լինեն առողջ, աշխատեն առողջ։ Դա եւ քնի ռեժիմ պահպանելն է, դա եւ սնունդն է, դա եւ յոդի քանակը մեր օրգանիզմում ճիշտ քանակությամբ պահելն է։ Իհարկե, ամբողջը միասին պիտի արվի, որ օրգանիզմը առողջ լինի։ Ամենակարևորը խուսափեք նաեւ սթրեսից։ Եթե կարող եք, այո, հնարավորինս։ Հոդվածներ կարդացի, որտեղ նշվում էր, որ մեղրը եւ տաք թեյը անգամ վնաս են վահանաձև գեղձին այդ հիվանդությունների դեպքում։ Անիջեն չկա նման բան։ Բացարձակ ապացուցված որևէ բան, որ մեղրը կամ տաք թեյը վնաս են, չկա այսօր։ Ավելին ասեմ, այսօր շատ են պատվիրում բիոհավելումներ եւ խմում նման պրեպարատներ, չիմանալով արդյոք մենք ունենք դրա պակասը մեր օրգանիզմում։ Ես չեմ ուզում անուններ տալ այդ հավելումների, բայց շատ ենք հանդիպում պացիենտներ, որոնք պատվիրում են եւ ինքնուրույն սկսում են խմել այդ պրեպարատները, որոնք ի վերջո վնասում են վահանաձև գեղձին, ի վերջո վնասում են լյարդին, երիկամներին, որոնց միջոցով դուրս է բերվում այդ պրեպարատները։ Այսինքն միջև չի ստուգվում օրգանիզմը այդ նյութի պակասը ունի թե ոչ, խմել չի թույլատրվում։ Օրինակ վերջերս շատ է քննարկում սելենը, չէ՞։ Այո, դա եւ սելենն է, դա եւ յոդն է, դա եւ ցինկն է, դա եւ մագնեզիումն է, շատ կա։ Այսինքն նույն վիտամին D-ն, եթե մենք չենք ստուգել եւ չունենք դեֆիցիտ, առողջ պոպուլյացիայի մասին է խոսքը, մենք չենք խմում դա որպես պրոֆիլակտիկա։ Այդտեղ վահանաձև գեղձի խնդիրների դեպքում անպայման վիտամին D նշանակում է, չէ՞։ Վիտամին D-ն բոլոր տեսակի նյութափոխանակության փուլերի մեջ կա, իհարկե։ Հիվանդությունը, ինչպես հասկացա, ունի ժառանգական բնույթ։ Նախատրամադրվածություն, այո։ Իսկ հնարավոր է առանց ախտանշանների ընթանա մարդու մոտ ամբողջ կյանքի ընթացքում եւ չարտահայտվի ոչ մի Իհարկե կերպ։ կարող։ Իհարկե հնարավոր է, որ առանց ախտանշանների, այ դա իմ ասած էութիոզ փուլն է, երբ հորմոնալ ֆունկցիան խախտված չի, եւ եթե հորմոնները խախտված չեն, նորմալ քանակությամբ է տրվում ձեր օրգանիզմին, ձեր կենսունակությունը դրանից բացարձակ չի փոխվում։ Բայց հիմնականում ինչպես է սկսում արտահայտվել։ Ինքը կարա չարտահայտվի, ուղղակի հասարակ չեկապի ժամանակ հայտնաբերվի։ Ինչն է լավ այսօրվա դրությամբ, որ համատարած չեկապներ են կատարվում։ Մենք բավականին շատ սկզբնական փուլում հայտնաբերում ենք խնդիրներ, բավականին լուրջ խնդիրներ, բայց սկզբնական 0-ից առաջի ստադիայում սկսում ենք հայտնաբերել։ Այսինքն ժամանակին հետազոտվելը փրկում է կյանքեր։
Ինչ հետազոտություններ կարող են կատարել ժամանակին բացահայտելու համար։ Եթե սկրինինգային հետազոտության մասին է խոսքը, դա վահանաձև գեղձի սոնոգրաֆիան է եւ մի հատ TTG հետազոտություն եւ վերջ։ Այդ երկուսը բավարար է, որ մենք ասենք, որ այս անձը այս պահի դրությամբ որևէ խնդիր վահանաձև գեղձի չունի։ Եվ ինչպես է բուժվում հիվանդությունը։ Վահանաձև գեղձի հիվանդությունը հիպոթիրեոզը բուժվում է լևոթիրոքսին պրեպարատով բոլորիս հայտնի, հիպերթիրեոզը, երբ բարձր են հորմոնները, հակառակ պրեպարատով մեթիմազոլ, տիրազոլ այդ խմբի պրեպարատներով է բուժվում։ Բայց կա մի հատ կարևոր բայց, կա տեսակ հիպերթիրեոզի, այսպես ասած թունավոր զոբի, հա, մեր ժողովրդի ասած, որը որ մենք չենք բուժում, որը որ ուղարկում ենք ռադիոյոդ թերապիայի կամ վիրաբուժական միջամտության։ Այսինքն դա էլ ունի իր տեսակները։ Կան պացիենտներ, որոնց նշանակվում է թիրոստատիկ պրեպարատներ, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով բուժումը արդյունավետ չի լինում։ Այդ դեպքում մենք ինքներս ուղղորդում ենք հաջորդ փուլերին ռադիոիզոտոպ բուժմանը կամ վիրաբուժական։ Բուժումը ամբողջ կյանքի համար է։ Ոչ միշտ։ Եթե դա կայուն հիպոթիրեոզ է եւ դա աուտոիմուն թիրոիդիտ է, որի դեպքում արդեն վահանաձև գեղձը այնքան է վնասվել, փոքրացել, ատրոֆիայի է ենթարկվել, այո, այդ դեպքում լևոթիրոքսինը նշանակվում է ամբողջ կյանքի համար։ Բայց երբեմն ունենք պացիենտներ, որոնք էպիզոդիկ ստանում են իրենց ինչ որ փուլում կարիք ունեն, ենթադրենք միջև հղիությունը եւ հղիության ընթացքում եւ հետո պրեպարատը կարող է հանվել։ Դա կախված է ինդիվիդուալ է, կախված է պացիենտից։ Այսօր առհասարակ բժշկությունը շատ պերսոնալիզացվել է, ինդիվիդուալ է դարձել։ Այո, ալգորիթմները կան, այո, ալգորիթմները մեզ ուղղորդում են, բայց հիմնականում պացիենտակենտրոն, պացիենտի աշխատանքից ելնելով, ֆիզիկական ակտիվությունից ելնելով, հետագա պլաններից ելնելով եւ մյուս կողքի սոմատիկ հիվանդություններից ելնելով է բուժումը նշանակվում։ Հիմնականում երիտասարդ տարիքում է բացահայտվում խնդիրը, թե որ արդեն 50 տարեկանից բարձր է։ Հիմնականում երիտասարդները եւ մեծամասնությունը կանայք են իհարկե, այո։ Եթե երիտասարդ է եւ լավ հասավ 50 տարեկան եւ անցավ, այդ հորմոնալ ֆոնը փոփոխվում է։ Այդ տարիքում են դադարեցնում դեղ խմելը, թե չէ, մենոպաուզայի փուլում շատ հաճախ վերսկսում են բուժումը, ոչ թե դադարեցնում են, հակառակը բոլոր մեր ֆունկցիաները սկսում են նվազել, հա, բոլոր գեղձերի ֆունկցիաներն են սկսում նվազել եւ երբեմն հենց այդ ժամանակ է բացահայտվում նաեւ հիպոթիրեոզը։ Պարտադիր չի, որ հենց այդ փուլում լինի, բայց հիմնականում, ինչպես եւ ձվարանների աշխատանքը, այդպես եւ վահանաձև գեղձի աշխատանքը մենոպաուզայի փուլում սկսում է նվազել։ Շատ են լինում դեպքեր, որ բուժառուներ ինքնուրույն դադարեցնում են դեղը խմելը։ Սա ինչի կհանգեցնի։ Առհասարակ մեր մենտալիտետն է երևի այդպեսին, մենք չենք սիրում երկարատև պրեպարատներ խմել, դա չի վերաբերվում միայն մեր պրեպարատներին, դա վերաբերվում է եւ գլյուկոզայի համար նշանակված պրեպարատներին, եւ ճնշման պրեպարատներին, եւ շատ կարեւոր խոլեստերինների համար նշանակված պրեպարատներին։ Մենք շատ հաճախ ենք հանդիպում այդ դեպքերին, որ ինչ որ մի փուլում հոգնում են խմել, գուցե պրեպարատների քանակը շատ են, հիվանդությունների տեսակները շատ են, մի բժշկի մոտ չի բուժվում, ամեն մեկը 1-2 տեսակ պրեպարատ է նշանակում, ես հասկանում եմ, որ շատ են հոգնում այդ ամենից, բայց մենք դրանով երկարացնում ենք կյանքի տևողությունը եւ մենք դրանով լավացնում ենք կյանքի որակը։ Այս պրեպարատները չեն նշանակվում հենց այնպես, բժշկի նշանակած պրեպարատը նրա համար է, որ պրոֆիլակտիկա անի բավականին լուրջ սրտանոթային պրոբլեմներ։ Այսինքն այդ մի պրեպարատը ճիշտ ժամանակին ընդունելով մենք կարողանում ենք երկարաձգել անգամ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող պացիենտները այսօր ավելի երկար են ապրում, այսօր ավելի որակով են ապրում։ Նախկինում 70 տարեկանը եւ այսօր 70 տարեկանը դա երկու տարբեր, շատ տարբեր մարդիկ են։ Հատկապես լինում է չէ սրտանոթային խնդիրներ, երբ որ ժամանակին բուժում չեն ստանում։ Այո, իհարկե, սրտանոթային խնդիրներով պացիենտները շատ հաճախ այո, դադարեցնում են պրեպարատները, խոլեստերինի պրեպարատները, ճնշման պրեպարատները, ասում են բժշկուհի ջան, կարգավորվել էր, շաքարս կարգավորվել էր, ես դեղս հանեցի։ Բնականաբար նման բաներ անել չի կարելի։
Վահանաձև գեղձի դեպքում էլ ասում են մի քիչ գիրացել է, լրիվ այդ դեղից էր, էլ չեմ խմում։ Իհարկե վահանաձև գեղձը կարող է 2-ից 5 կիլոգրամ քաշ ավելացնել, բայց դա հիմնականում այտոցի հաշվին է, այսինքն այն ճարպակալած պացիենտները, որոնք 100-150 կիլո պացիենտը, որ գալիս է ասում է, ես ունեմ հիպոթիրեոզ, ես վահանաձև գեղձից եմ գիրացել, դա այդքան էլ այդպես չի։ Վահանաձև գեղձը ընդամենը մի փոքր այտուց է ավելացնում, մինչև 5 կիլո ոչ ավել։ Այդուց, այսինքն հեղուկային հեղուկի հաշվին, եթե հիպոֆունկցիա կա, բայց եթե բուժվել է եւ վահանաձև գեղձի հորմոնները նորմայի մեջ են, այսուհետ մենք այդ այտուցը չենք ունենում։ Այսինքն քաշի ավելացումը միշտ չի, որ հորմոնալ է, հորմոնալ քաշի ավելացումը շատ փոքր տոկոս է կազմում։ Հիմնականում սննդային վարքի խանգարումներն են 35% մոտավորապես սննդային վարքի խանգարումներն են, որոնք ճարպակալման են բերում, ոչ հորմոնները։ Եվ ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ինչին ուշադրություն դարձնեն, որն այն առաջին ախտանշանը, որին պետք է ուշադրություն դարձնեն եւ դիմեն բժշկին։ Ես միշտ համեմատում եմ հորմոնները աղի հետ։ Երբ դուք ճաշ եք պատրաստում, եթե մի փոքր աղը քիչ է, նա համեղ չէ։ Եթե մի փոքր աղը շատ է, ելի համեղ չէ։ Այսինքն մեր հորմոնները թվում է թե 0.01 միկրոգրամ է եւ դա էական չի։ Ամեն ինչ կարեւոր է կյանքում եւ չկան մանրուկներ կյանքում։ Առավել եւս էնդոկրինոլոգիայում, եթե մի փոքր ախտանշան եք ունենում, առավոտյան արթնացա հոգնած, մազաթափություն, փորկապություն, մաշկի չորություն, սրտխփոցներ, այդ ամենը կարա լինի մի հիվանդության եւ ընդամենը 1 դորայքով բուժվող բան։ Ժամանակին դիմելը բժշկին միշտ կկարգավորի եւ կյանքի որակը ձեր կլավացնի, պետք չի դիմանալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ Անիջան։ Մենք զրուցում էինք էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ։